Հունիսի 13-ից Իրան-Իսրայել հակամարտությունը վերածվել է ռազմական բախումների։ Հայաստանի սահմանը հատող իրանցիները Մեղրիի անցակետում բախվել են Երևան տեղափոխվելու խնդրին։ Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Մեղրիից մայրաքաղաք հասցնելու համար տաքսիստների պահանջած անհավանական գներին։ Սյունիքի մարզպետի աշխատակազմն արձագանքել է խնդրին եւ հրատապ լուծում առաջարկել։ Armenpress լրատվական գործակալության նախաձեռնությամբ հունիսի 19-ին կազմակերպված հարցազրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց. մի քանի օր է մարզպետարանի աշխատակիցներն անցակետում են, իրանցիների շատ մեծ հոսք չկա։ Իրանի գլխավոր հպատոսարանի հետ անմիջական կապվում ենք, 24 ժամ կապը պահում ենք եւ որպես այդպիսին մարդկանց տեղափոխման խնդիր չկար, որից հետո հայտնի տաքսիստների պատմությունը առաջ եկավ։ Իրականում ես չէի ասի, որ դա Մեղրի կամ Ագարակի տաքսիստների խնդիրն է, ընդհանրապես կան մարդիկ, ովքեր որ գալիս են Սյունիք եւ առիթից օգտվելով տեղնում էին այնտեղ, որպեսզի կարողանան մարդի հետ բերել։ Մի խոսքով այդտեղ այո, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ արհեստական գնագոյացում էր ձևավորվել եւ անթույլատրելի եւ հետեւաբար քննարկելով մեր գործընկերների հետ որոշում է կայացվել, որ կլինեն արդեն փոքր եւ միջին ավտոբուսներ, հիմա արդեն գործում է համակարգը, ավտոբուսները այնտեղ են, մաքսատան են, որոնց վրա նաև պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղը արժե X գումար, այս դեպքում եթե չեմ սխալվում, շուրջ 12000 դրամ է, մեկ նստատեղի գինը եւ մարդիկ կարող են նստել եւ տեղափոխվել Երևան։ Ցամաքային սահմանը հատողները հիմնականում ուղևորվում են Երևան, Մեղրիում կամ Կապանում մնալու խնդիր այս պահին առկա չէ։ Գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկինքը փակ է, այսինքն չկան քաղաքացիական չվերթներ։ Հիմա կարող եք պատկերացնել, թե որքան մարդ կա, որ պետք է աշխատանքային թեկուզ անհրաժեշտությունից ելնելով դուրս գար, եւ քանի որ չկա օդային ճանապարհը, մարդիկ օգտվում են ցամաքային ճանապարհից։ Հետևաբար այդ մարդիկ հիմնականում չեն էլ մնալու Հայաստանում, այլ տեղափոխվելու են այրերկիր եւ հիմնական ուղղությունը Մեղրից, Ագարակից Երևանն է։ Սյունիքում հյուրանոցների թիվը մեծ չէ, զբոսաշրջիկների հոսքով պայմանավորված դրանցում քիչ ազատ տեղեր կան, բայց մարզ ժամանած իրանցիները գիշերակացի խնդիր չունեն։ Եթե իրադարձությունները զարգանան վատթարագույն սցենարով եւ մեր հարևան երկրի բնակիչները նախընտրեն Հայաստան գալ, մենք պատրաստ ենք անելու անհրաժեշտը, ընդգծեց մարզի ղեկավարը։ Մենք կանենք առավելագույնը թվային տեսքով կխուսափեմ ես հիմա թիվը հնչեցնել, բայց Սյունիքի մարզը կանի առավելագույնը ինչ հնարավոր է, տեսեք ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա այսօր էլ հյուրանոցներում գրեթե տեղ չկա կապված զբոսաշրջային սեզոնի հետ, հիմնականում ունենք 70% զբաղվածություն, բայց Աստված մի արասցե, եթե կլինի նման իրավիճակներ, ապա ոչ միայն Սյունիքը, այլ վստահ եմ, որ Հայաստանը իր հումանիտար աջակցությունը կիրականացնի առավելագույն հնարավոր ջանքերով եւ կանենք ամեն ինչ։ Հույս ունենք, որ այդ վիճակը չի հասունանա, բայց այս պահեդրությամբ շատ հեռու ենք դրա մասին խոսելուց, որովհետեւ իրականում այս 5-6 օրերի ընթացքում չնչին տարբերություն է տալիս 100-200 մարդով